Սա ստամոքսն է, վիրահատություն անելու համար պետք է ստամոքսի մեծ կորությունը անջատենք։ Շենգավիթ բժշկական կենտրոնում հերթական բարիատրիկ վիրահատությունն է, կատարվում է այսպես կոչված սլիվ գաստրեկտոմիա, ստամոքսի երկայնական մասնահատում։ Շենգավիթ բժշկական կենտրոնում բարիատրիկ վիրահատություններն իրականացվում են լապարասկոպիկ եղանակով։ Կերակրափողով ստամոքսի մեջ անցկացնում են հատուկ զոնդ, որի վրա ձևավորում են նոր ստամոքսը, իսկ մնացած մասը հեռացնում են։ Գրեթե 75-80% ստամոքսի հեռացվում է, որտեղ հեռացվում է նաև N հատվածը, որը որ արտադրում է սովի գրիլին հորմոն, այդպես է կոչվում, այսինքն պացիենտի մոտ սովի զգացումը պակասում է։ Սևակ Շահբազյանն աշխատում է հատուկ մեկանգամյա գործիքներով, որոնք միաժամանակ կտրում եւ կարում են։ 10-ից 15 վայրկյան պահում է գործիքը, որպեսզի ավելի լավ կարը դրվի։ Ահա, կտրեց եւ կարեց։ Առաջի 2-3 ամսում կորցնում են ամենամեծ քաշը, նվազեցումը դնում է, իսկ մինչև տարի-տարուկես բնականաբար իրենք դեռ կորցնում են քաշ։ Ավելորդ քաշի 70%-ը կորցնում են, ըստ էլի հետազոտության տվյալների եւ ըստ նաեւ մեր փորձի, բայց հիվանդներ կան, որոնք որ իրենք իդեալական, իրենց ուզած 100%-անոց արդյունքը ստանում են։ Ու գրեթե այն մարդիկ, ովքեր որ անցնում են այդ ճանապարհով, ամեն ինչ անում են, որ ունենան իրենց երազած արդյունքը։